Երեք ամանորյա քաղաքային լեգենդներ աշխարհի տարբեր մասերից։ Առաջինը ավելի շատ ժողովրդական բանահյուսության մաս է կազմում, որը որ ալպյան տարածաշրջանի ժողովուրդների մոտ հայտնի Կրամպուսն է։ Կարճ ասած, Կրամպուսը Սանտա Կլաուսի ուղեկիցն էր, ով որ գնում էր այն երեխաների մոտ, ովքեր որ իրենց տարվա ընթացքում չար էին պահել, այսինքն լրիվ հակառակն էր Սանտա Կլաուսի, որը որ գնում էր իրենց լավ պահած երեխաների մոտ եւ նվերներ էր տալիս, իսկ Կրամպուսը այցելում էր չար երեխաներին եւ պատժում էր նրանց։ Ու եթե ուզում եք իմանաք, թե ինչ կապ ունի Կրամպուսը մեր հայկական Մեշոկ պապի քաղաքային լեգենդի հետ, ապա կարաք նայեք այս տեսանյութը հայկական քաղաքային լեգենդների մասին։ Շատերը նաեւ հավատում են, որ Կրամպուսը ոչ միայն գալիս էր Սուրբ Ծննդին պատժելու տարվա ընթացքում իրենց չար պահած երեխաներին, այլ նաեւ գալիս էր պատժելու մի ամբողջ ընտանիքին, եթե նրանք իրենց տարվա ընթացքում վատ էին պահել։ Երեխաներին պատժել ասելով շատերը հասկանում են սպանելը, այսինքն ստացվում է, որ Կրամպուսը ոչ միայն գալիս էր երեխաների ետևից, այլ հնարավոր է գար եւ սպաներ մի ամբողջ ընտանիքի։ Բայց համաձայն մի շարք ժամանակակից պատմությունների, Կրամպուսը միանգամից չի սպանում մարդկանց, այլ նշան է անում նրանց վրա, ինչից հետո էլ որ եկող տարում այդ մարդիկ սկսում են ահավոր տանջվել։ Կրամպուսի արած նշանի արդյունքում մարդիկ սկսում են հայտնվել դժբախտ պատահարների մեջ, ձեռք են բերում տարբեր հիվանդություններ կամ էլ ամիսներ անց մահանում են։ Կրամպուսին հիմնականում պատկերում են երկու ոտքերի վրա քայլող այծի արտաքինով, որը որ ունի ահավոր մեծ կոտոշներ եւ երկար լեզու։ Ալպյան ժողովուրդների մոտ Կրամպուսի մասին լեգենդը առաջացել է 19-րդ դարում։ Կրամպուսը չէր հարձակվում պատահական մարդկանց եւ ընտանիքների վրա, այլ այցելում էր բացառապես այն երեխաներին, որոնք որ իրենց տարվա ընթացքում վատ էին պահել։ Կրամպուսի մոտենալը նշանավորվում էր ձյան վրա կենդանու ոտքերի հետքերով, կամ երբ որ սկսում էին լսել զանգակների զրնգոց եւ չէին կարողանում գտնել դրա աղբյուրը, նաեւ դրսից լսվող շղթաների զրնգոցի ձայնը եւս նշան էր, որ ձեր տանը մոտենում է Կրամպուսը, եւ ծնողները երեխաներին ասում էին, որ եթե նրանք տեսնում են այս բոլոր նշանները, ապա պետք է պարտադիր մնային լուռ։ Մարդիկ հավատում էին, որ Կրամպուսը միանգամից ներս չէր մտնում տուն, այլ սկզբից մի քանի անգամ պտտվում էր տան շուրջը։ Եթե ընտանիքի անդամները լուռ մնան, ապա Կրամպուսը հետքեր թողնելով ձյան վրա ուղղակի կհեռանա, բայց եթե ընտանիքը ձախողում էր եւ չէր կարողանում լուռ մնալ, ապա այստեղ մնում էր երկու տարբերակ՝ կամ Կրամպուսը ներս էր մտնում եւ սպանում էր ամբողջ ընտանիքը, կամ էլ որոշ դեպքերում հնարավոր էր, որ նա ընդամենը դռան կամ պատուհանների վրա խազեր թողնելով հեռանար։ Երբեմն նաեւ երեխաները առավոտյան արթնանում էին իրենց մարմնի վրա կարմիր հետքերով։ Մարդիկ հավատում էին, որ դա Կրամպուսի կողմից երեխաներին ճիպոտով պատժելու հետևանքն էր։ Նաեւ որոշ բանավոր զրույցների մեջ պահպանվել է, որ Կրամպուսը իր հետ ուներ մեծ պարկ կամ էլ զամբյուղ, որոնց մեջ էր դնում եւ իր հետ էր տանում ամենաչար եւ դաժան երեխաներին։ Որոշ դեպքերում երեխաները մի քանի օր անց վերադառնում էին արդեն փոխված եւ ավելի խելոք, իսկ որոշ դեպքերում էլ մարդիկ պատմում էին, որ Կրամպուսի կողմից երեխաներին տանելուց հետո այլևս երբեք նրանց չէին տեսել։ Երկրորդ քաղաքային լեգենդը հետևյալն է. եթե ամանորի գիշերը ուղիղ 12:00-ին ինչ որ մեկը ծեծում է ձեր տան դուռը, ապա ոչ մի դեպքում չբացեք այն։ Իրավիճակը հետևյալն է. ամանորի գիշեր ժամը 12:00 հենց նոր ավարտվեց հին տարին ու սկսվեց նոր տարին, ու հենց այդ պահին հստակ լսվում է, թե ոնց է ինչ որ մեկը ծեծում ձեր տան դուռը։ Արգելվում է բացել դուռը, խոսել դռան ետևում գտնվող անձնավորության կամ արարածի հետ, նայել դռան անցքից, թե ով է կանգնած դռան ետևում։ Ինչի պատասխանը հետևյալն է. համաձայն այս քաղաքային լեգենդի դռան հետևում կարա կանգնած լինի հենց ինքը մահը, հին տարվա ոգին, կամ էլ մարդու ոգին է, որը որ եկող տարում պիտի մահանա, ու նրան ներս թողելով, ոնց որ դուք նրան անցկացնում եք մյուս տարի, որում էլ որ հենց նա մահանալու է։ Կամ էլ դռան ետևում գտնվում է ինչ որ բան, որին որ թույլտվություն է պետք, որպեսզի նա մտնի ձեր տուն։ Ու համաձայն քաղաքային լեգենդի բարեհաջող համբերելուց հետո լսվում են ոտնաձայները, թե ինչպես է դռան ետևում կանգնած արարածը հեռանում ձեր տան մոտից։ Ու վերջին ամանորյա քաղաքային լեգենդը այդ շարժվող ձնեմարդու պատմությունն է։ Համաձայն այս լեգենդի ձմռանը գիշերվա ընթացքում տան բակում անսպասելիորեն հայտնվում է ձնեմարդ, ու հետագա օրերի ընթացքում դուք նկատում եք, որ
որ ամեն գիշերվանից հետո ձնեմարդը ել ավելի է մոտենում ձեր տանը ու ասում են, որ ձնեմարդը անհետանում է միայն այն ժամանակ, երբ որ տան անդամներից ինչ-որ մեկը մահանում կամ կորում է։ Իսկ մինչև էդ էլ հնարավոր է, որ ահավոր մոտենալով ձեր տան դռանը նույնիսկ մի պահ ձեզնից թույլտվություն հարցնի, որպեսզի ներս մտնի։ Բնականաբար ամեն ինչ պիտի անեք, որ հանկարծ ձեր տան մեջ չհայտնվի։ Մի խոսքով, էս սենց մի հատ քաղաքային լեգենդ է, որի ժամանակ ընտանիքի անդամներից մեկը կամ պիտի անհետանա, կամ էլ պիտի մահանա, ու փաստացի այդ միակ տարբերակն է, որից հետո որ էս ձնեմարդը կանհետանա։